տարի երեխաների պաշտպանության օրը առանձնակի տոնական էր Բերդ քաղաքում։ Համայնքի երեխաները միանգամից երկու մեծ նվեր ստացան։ Բերդի քաղաքապետարանի եւ Հայ օգնության ֆոնդի համատեղ ներդրման շնորհիվ վերանորոգվեց Բերդի մանկական զբոսայգին, իսկ քաղաքի գլխավոր փողոցում կառուցվեց մանկական խաղահրապարակ։ Տոնական օրը սկսվեց մանկական զբոսայգում, որտեղ Բերդի մշակույթի տունը կազմակերպել էր տոնական միջոցառում նվիրված երեխաների պաշտպանության օրվան։ Տարածաշրջանից մեծ թվով երեխաներ ուրախ երկուպարով մասնակցեցին համերգային ծրագրին։ Երեխաների շնորհավորելու են եկել նաև Բերդի զորամասի զինվորները։ Կերպարվեստին տիրապետող երեխաներ ցուցահանդեսին ներկայացան իրենց իսկ նկարներով, ինչպես նաև երեխաներից շատերը մասնակցեցին տեղում կազմակերպված կավճամրցույթին։ Տարածաշրջանի ստեղծագործող երեխաների հիմնական թեման հայրենասիրությունն է, հայրենիքի ամրոցը անառիկ ու ամուր պահելը, խաղաղ ու կապույտ երկինքը, գեղեցիկ բնությունը գույնզգույն ծաղիկներով։ Միջոցառման կազմակերպմանը մասնակցեցին նաև Բերդում գործող հասարակական կառույցները, արվեստի ու երաժշտական դպրոցը։ Տոնը շարունակվեց Բերդի նորակառույց խաղահրապարակում, որտեղ պաշտոնական բացման արարողությանը ներկա էին Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, բարերարներ, ներկայացուցիչներ Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակից եւ International Rotary ակումբից, որոնց անմիջական եւ համայնքապետարանի համատեղ ջանքերով էլ իրականացվել է խաղահրապարակի կառուցումը։ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը կարևորեց համայնքների ու հասարակական կառույցների, բարերարների համագործակցությունը, ինչի շնորհիվ ակտիվանում, բարելավում են համայնքները։ Շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց բարի գործերով, բարի ներդրմամբ կանգնած են սահմանամերձ համայնքների կողքին, հատկապես եթե այն վերաբերվում է երեխաներին։ Շնորհավորում եմ ձեզ սիրելի մանուկներ, շնորհավոր ձեր տոնը։ Ուրախությամբ եմ նշում նաև, որ այսօր առանձնահատուկ է նաև այս տարածաշրջանի Բերդ քաղաքի այս հատվածի համար։ Ինչպես գիտեք, մեր մանուկների համար այս հիանալի խաղալիքները, կարուսելները նվիրաբերել են մեր բարերարները, բայց այս ամենը միանշանակ մի քանի համագործակիցների, տարբեր համագործակիցների համագործակցության արդյունքն է։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բարերարներին, Երևանի Ռոթարի ակումբին, որի ներկայացուցիչներն այսօր այստեղ են։ Խնդրում եմ բուռն ձափողջույններով մեր շնորհակալությունն ու ողջույնը հղենք նրան։ Շնորհակալություն։ Այս ամենը նաև իրականություն չէ լինի, եթե իր բազմաբաղադրիչ ծրագրով այստեղ չլիներ նաև Հայ օգնության ֆոնդը։ Ուզում եմ նաև ողջունենք Հայ օգնության ֆոնդին, իդեմս իհարկե պարոն Բագրատ Սարգսյանին, բայց այսօր այստեղ է մեր «Այո» հարթակը, որի ներկայացուցիչներն անշուշտ ելույթ կունենան իրենց խոսքով։ Եկեք մեր շնորհակալությունը հայտնենք նաև Հայ օգնության ֆոնդի «Այո» նախագծի ղեկավարներին։ Արմեն ջան, շնորհավորում եմ ձեզ։ Եվ չեմ կարող չնշել համագործակցության պատրաստակամության համար մեր բարձր գնահատանքը Բերդի քաղաքապետարանին, իդեմս պարոն Մանուչարյանին։ Պարոն Մանուչարյան, մեր խորի շնորհակալություն նաև ձեզ։ Ուզում եմ ձայնը տալ Հայ օգնության ֆոնդի «Այո» նախագծի ղեկավարներից Հելենա Մելքոնյանին։ Խնդրեմ Հելենա ջան։ Ողջույն ժողովուրդ ջան, մենք շատ ուրախ ենք, որ այսօր իրականություն դարձավ այս խաղահրապարակը, որովհետև 2 տարի անընդմեջ աշխատել ենք թիմով,
Շնորհակալություն ենք ուզում հայտնել Rotary International կազմակերպության ներկայացուցիչներին, որ օգնեցին մեզ կյանքի կոչել այս նախագիծը։ Շատ ենք սպասում ու այն երեխաները, մանկապարտեզի երեխաները, որոնց նկարել ենք տեսահոլովակի համար, գումար հավաքելու համար, խնդրում եմ երեխեք ձեր բարձրացրեք, դուք ուզում եք խաղահրապարակ, այսօր դուք ունեք սիրուն ու լավ խաղահրապարակ, շնորհավորում եմ ձեզ։ Բերդի համայնքապետարանի կողմից պատվոգիր է հանձնվում Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի իդեմս մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանին Բերդի համայնքապետարանի հետ սերտ համագործակցության համար։ Եվ շնորհակալագիր է հանձնվում Երևանի Ռոտարի միջազգային ակումբին Բերդ համայնքում ներդրած ավանդի եւ համայնքապետարանի հետ սերտ համագործակցության համար։ Աշխարհի բոլոր երեխաների երազանքը խաղաղ ու անհոգ մանկությունն է, իսկ մեծերիս նպատակը նրանց երազանքը իրականացնելը։